Հայաստանում իրավիճակի փոփոխություն կարելի է սպասել ցանկացած պահի, համենայն դեպս քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները հիմքեր են տեսնում դրա համար։ Քաղաքական եւ քաղաքացիական ակտիվացման սկիզբ նրանք համարում են մարտի 1-ը, երբ հանրությունը պատրաստվում է հարգել 2008 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակը։ Այսօր մենք տեսնում ենք, որ ցանկացած ակցիա, տարբեր խմբերի ակցիաները կրկնապատկվել են։ Եվ ակնկալիք կա, որ մանավանդ մարտի 1-ին պետք է որ ավելի շատ համախմբում լինի ժողովրդի մեջ։ Հայաստանում սպասվում է իրական գալու։ Այն որ 2008 թվականին կրակեցին Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ստահակները ժողովրդի վրա, այդ գարունը հետ են բերել։ Այլևս ուրիշ Հայաստանում է կապրելու։ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքին մասնակցելու են տարբեր ուժեր, այդ թվում ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը։ Մարտի 1-ին բոլորը մեր ջոկատները Հայաստանի բոլոր շրջաններից կլինեն ժամը 1-ին Սարյան պուրակում։ Եվ ուրեմն այդ օրը կկայացնենք որոշում, ինչպես են վարվում այս գող իշխանությունների հետ։ Մարտի 1-ին փողոց է դուրս գալու նաև նախախորհրդարանը, նախաձեռնության անդամ Գագիկ Սարուխանյանը համեմատում է Երևանի մարտի 1-ի եւ Կիևի Մայդանի դեպքերն ու հորդորում չկրկնել նախկինում արված սխալները, դասեր քաղել ուկրաինական ընդդիմության քայլերից։ Այդ ապստամբության ղեկավարություն ավելի կազմակերպված էր եւ իրանց ժողովրդին չթողեցին, բախտի կմաճույքին, մինչև վերջ պայքարեցին եւ հաղթանակի եկան։ Թեժ գարնան կանխատեսումներ անում են նաև ոչ իշխանական ուժերը, տարբեր գնահատականներով գարնանը սպասվել է իրադարձությունները, այդ թվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը եւ կառավարության հրաժարականի պահանջները կհանգեցնեն այդ ուժերի միավորմանը։